Նինո Ծմինդայի մշակույթի տունը պլանավորում է անցկացնել փառատոն հենց Նինո Ծմինդայում, Վրաստանի մասշտաբով։ Ծրագիրը խրախուսելի է, մնում է հասնի նպատակին։ Մենք էլ հիմա ինչ որ ուզում ենք տեսնենք, հələ մայիսին ուզում ենք փառատոն անցկացնել մեր մոտ այստեղ կուլտուրայի տանը եւ երևի տեսնենք մեր ռեգիոնից Ամսխջավախետից եւ Կախետից էլ արդեն ցանկություն են հայտնի, որովհետեւ գան մասնակցեն, դա շատ լավ մեր միջոցառում կլինի, եթե հասնենք մեր նպատակին։ Ամբողջ երկ, պար, դահոլ ուզում ենք որ Վրաստան մեր ռեգիոնը եւ Կախետն է ցանկացել ինչ որ բան կա մեր մոտ անցկացնենք այդպիսի մի հատ փառատոն։ Տեսնենք հələ ոնց կլինի, եթե հարմարվեց, եթե մի քիչ ունենանք մատերիալներ են կոմա մի քիչ բաներնի դա շատ լավ մերոպրիատիա է, շատ լավ միջոցառում կլինի, եթե իհարկե Կախետից բանից որ գան, թե չէ մենակ մեր մասնակցությամբ արդեն այդքան միտք բան չունի, հետաքրքրություն չի եղնի։ Վերջին տարիների ընթացքում մեր մունիցիպալիտետում ինչպես բարի, այնպես էլ երգի ու դհոլի խմբերը բազմից են մասնակցել փառատոնների։ Նինո Ծմինդայում մշակույթը տարեց տարի վերելք է ապրում։ Արդեն մունիցիպալիտետի մի շարք գյուղերում եւս գործում են պարարվեստի խմբակներ, որոնց սաները բազմից են հյուրախաղերով ու փառատոններով շրջագայում ինչպես Վրաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Մասնակցությունը նրանց համար կարևոր է, քանի որ ձեռք են բերում փորձի փոխանակում, հմտություն, աշխարհայացի զարգացում արվեստի բնագավառում։ Ողջունում եմ ձեզ, որ շատ հաճախ ենք հանդիպում եւ հաճախ է հերարցակվում մեր մշակութային կյանքը, հասարակությանը։ Նշեմ, որ այո, այս հունվարից հետո չնայած մենք դադար չենք ունեցել Նինո Ծմինդայու մշակույթի կենտրոնում, մենք աշխատում ենք ամբողջ տարին առանց արձակուրդի, իսկ գյուղական համույթները պարզ է ինչ խնդիրների պատճառով մայիսից մինչև հոկտեմբեր են աշխատում, բայց հիմա այնտեղ են սկսեն աշխատանքները։ Մենք պլանավորում ենք ամբողջ տարվա համար, թե ինչպիսի ծրագրեր ունենք, ինչպիսի միջոցառումներ ունենք, ինչպիսի փառատոնների պետք է մասնակցենք եւ այդ ծրագրով էլ առաջնորդում ենք։ Հիմնականում մեր գործնական աշխատանքները վրաց պարուսուցների, վրաց պարարվեստի գործիչների հետ է, ինչու, որովհետև սկսեմ նրանից, ինչու չէ, մենք ապրում ենք մի այնպիսի պետության մեջ, որտեղ ոչ մի անհատի իրավունքներ սահմանափակված չէ, երևի երջանիկներից մեկն ենք, որ այսպիսի պետության մեջ ենք ապրում եւ մենք որպես ազգային փոքրամասնություն մեզ տված այդ իրավունքները, որ մենք պետք է ներկայացնենք մեր մշակույթը, պատկերացրեք այսօրվա դրությամբ փոքրիկ Նինո Ծմինդան իր մշակույթով արդեն դարձել է ճանաչված եվրոպական երկրներում։ Դա գալիս է հենց նրանից, որ մենք ապրում ենք խաղաղ պետության մեջ։ Մենք ապրում ենք լուրջ ղեկավարության, հսկողության տակ, որոնք միշտ մեր մեջքին կանգնած են, միշտ մեզ ճանապարհ են ցույց տալիս, եւ այդ ամեն ինչը խոսում է նրա մասին, որ մենք պարտավոր ենք աշխատելու, պարտավոր ենք ցույց տալու։ Ուղղակի մեր փառատոնները ինչ իմաստ ունեն։ Փառատոնները լինում են տարբեր ոճի, տարբեր բնույթի, տարբեր կազմակերպությունների կողմից հրավիրված։ Մշակույթը ես ուզում եմ նշել հիմնական այն հարցը, որ մշակույթը մեջ չկան հաղթողներ եւ պարտվողներ, չկա նման բան։ Երբ մասնակցում ենք փառատոնի, այնտեղ մեզ տրվում է մասնակցության համար պատվոգիր, դիպլոմ, մեդալ, հուշանվեր, գավաթներ եւ այնտեղ նշվում է ինչի համար։ Լավ մասնակցության համար, ակտիվության համար, ազգային պարը ներկայացնելու համար, ազգային տարազ ներկայացնելու համար։ Եվ այդ ամեն փառատոններից, կազմակերպությունների հետ համագործակցություններից ելնելով տվյալ փառատոնի ղեկավարները արդեն տեսնելով լավագույն ելույթները շարունակում են աշխատել, շարունակում են հրավիրել, ինչու համար, որովհետև մենք փոքրիկ տարածքում ենք ապրում, Ջավախքում, եւ մեզ տրված է հնարավորություն պահելու, պաշտպանելու մեր մշակույթը, մեր լեզուն, մեր կրոնը։ Մենք ներկայացնում ենք ոչ թե գնում ենք հաղթելու, պարտվելու համար, այլ գնում ենք ցույց տալու համար, սովորելու համար,
մենք գնում ենք ինչ որ գործի փոխանակման համար, ծանոթանալու մեծ բեմերի հետ, ծանոթանալու մեծ պարարվեստի հետ, ծանոթանալու մեծ պարուսույցների հետ, եւ այդ ամեն ինչը հենց ինք իրանով հաղթանակ է, որովհետեւ մենք այսօր ունենք այդ հնարավորությունը։ Եթե մեր դեմ բաց է բոլոր ճանապարհները, դա չի նշանակում, որ այդպես պետք է լինի, ոչ, դա հենց գալիս է մեր խաղաղ պետությունից, մեր ղեկավարներից, մեր գործընկերներից, որ մեզ տվել են այդ հնարավորությունը եւ պետք է մենք դա հարգենք, պետք է մեծարենք, պետք է ուրախ լինենք, որ մենք այո այսօր կարողանում ենք։ Լինում են դեպքեր, որ մասնակցում ենք փառատոնի, համերգային ծրագրի, փառատոնները դա լինում են եւ համերգային ծրագրի տեսքով, ազատ ոճի։ Մրցույթային ես ասեմ, եղել է 23-24 թվականին 2 անգամ, որին մասնակցել է Փարվանա համույթը, Հայաստանի Սպիրյանը անձամբ ինքը երգի տեսակով եւ Սարոխան Ղարստյանը նվագակցի, եղել է դուդուկ, զուռնա-դհոլ, պետք է լիներ կենթանի կատարումներ, պետք է լինեին ազգային տարազներ, պետք է լիներ ազգային երաժշտություն, պետք է լիներ բեմական կեցվածք եւ այդ ամենը անցել ենք մենք 3 փուլ կենթանի երաժշտության տակ առաջի փուլում այս սխալները կարողել ենք, երկրորդ փուլում, երրորդ փուլում նոր արժանացել ենք ոչ թե առաջի տեղ, երկրորդ տեղ, դափնեկրի կոչում ենք ստացել, 3-ել, որպես կենթանի կատարման համար։ Իսկ երկրորդ մրցույթային է, այ 3 տարվա մեջ 2 մրցույթային փառատոն եղել։ Երկրորդը եղել է Բուլղարիայում, որը մենք գրավեցինք երկրորդ հորիզոնականը բարի խումբը, իսկ երկողներից ոմանք առաջին, երկրորդ, երրորդ, ոմանք դիպլոմներ։ Դա է մրցույթայինը, որ կա պայքար, բայց չկա էլի հաղթող, պարտվող։ Ինչպես իր հարցազրույցում նշեց պարուսույց Լուսինե Մզիկյանը, արվեստի աշխարհում չկան հաղթողներ ու պարտվողներ։ Արվեստն այն միակն է, ով չունի լեզու, կրոն, ազգություն։ Նրանում ընկղմվել նշանակում է հայտնվել համաշխարհային ասպարեզում։ Մենք բոլորս էլ սիրողական ենք։ Այստեղ պրոֆեսիոնալ մասնագետներ չկան։ Բոլորս էլ սիրողական ենք։ Մեր մոտ բարի հաճախում են ուղղակի բարի գալու համար։ Եզակի է, որ երեխան իրոք սիրում է, իսկ վրաց ազգությունը բարը մասնագիտություն է։ Երեխեն ծնված հենց առաջինը հարցնում են, ինչ պետք է բարի։ Մենք տեսնում ենք այնտեղ ինչ է կատարվում։ Իրոք բարում են բարելու համար, հագնում են տարազը հագնելու համար։ Երեխաներ ունենք, որ հաճախում են ու հանկարծ ծնողը, հանկարծ կոսմետիկա չօգտագործեք, մազերը չհուսեք, շորը կարճ չլինի, շորը, չէ՞ որ դա բեմական կեցվածք է, բեմը ունի իր օրենքը, եթե մենք այդ օրենքից դուրս գանք, ուրեմն մենք բեմ պետք է դուրս չգանք, բայց քանի որ մերը սիրողական է եւ շատ դժվարությամբ ենք հիմա երեխաներին պահում, մանավանդ տղաներին մշակույթի մեջ, ստիված ենք ամեն ինչին զոհաբերել։ Ինչ եմ ուզում ասել, չեմ ուզում շատ երկարացնել, ուղղակի ուզում եմ ասել, որ այսօր Նինոց Մինդան եւ գյուղական համույթները տարածված ենք մեր մշակույթով, ունենք բազում ձեռքբերումներ, ունենք բազում հրավերներ ստանում ենք, այդ հրավերներն այնպես չի, որ հենց այնպես հրավիրում են, լավագույնները ընտրելով։ Իսկ կան փառատոներ, որոնք հատուկ ստեղծված են նորաստեղծ խմբերի համար, որոնք նոր են սկսում շարժումներ սովորել, նոր են սկսում բարի մասին ինչ-որ գաղափար կազմակերպել, իմանալ եւ դրանք կազմակերպում են հրավիրելու իրենց արդեն լավագույն պարողների հետ, որպեսզի այնտեղից սովորեն։ Ու այդ փառատոնին, որ հետ են վերադառնում ու այնտեղ գրում են մենք հաղթանակով եկանք ու արժանացանք ոսկե մեդալի, նման բան չկա։ Ոսկե մեդալակիր ես չեմ հիշում մի պատմության մեջ, որ ինչ որ մի բարի համույթ, երգի համույթ կամ ինչ որ մի համույթ ոսկե մեդալի արժանանա։ Եղել է Grand Prix, եղել են, ես ասում եմ, մրցույթային, եղել են նմանատիպ անհատական փառատոններ, պատվոգրեր, հուշանվերներ, բայց ոսկե մեդալագիր կամ հաղթանակ, դա ես չեմ ընդունում, դա իմ կարծիքն է եւ ճիշտ կարծիք է եւ խնդրում եմ, որ դա չշոշափվի։
ինչ ասեմ, ապագայում պլանները կան։ Հիմա հրավերները գիտեք ոնց են, արդեն որ դուրս ես գալիս մեկ անգամ եվրոպական երկրներ, այդտեղ տարբեր կազմակերպություններից ուղարկում են իրենց համերգային ծրագրերը, իրենց փառատոները, իրենց ընդհանուր ոճը բարի ժամանակակից, թե լատինոամերիկյան, թե հայկական զուտ ազգագրական, թե ժողովրդական, այսօր խնդրեմ շատ ունենք, մոտ 6-7 տեղից ուղարկած է հրավերները Իտալիա, Ֆրանսիա, Գրեցիա, Բուլղարիա, Սոչի, բայց չգիտեմ, դա ֆինանսական մեծ խնդիրների հետ է կախված, բացի դրանից արդեն 5 պետություն մենք եղել ենք, դեռ չեմ քննարկել այդ հարցը, թե որ երկիր կգնանք, թե չէ, ունենք Արևոտ Վրաստան փառատոնը, որը շատ լավ կազմակերպություն է Քոբուլեթում, ներկա պահին դա հաստատ է, որ պետք է մեկնենք հավաք խմբերի հետ, իսկ մնացած եվրոպական երկրները տեսնենք։ Օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորել կանանց միամսյակը, եղեք երջանիկ սիրելի կանայք, ապրենք խաղաղ երկնքի տակ, միայն խաղաղության մեջ է, որ կարող ենք գտնել մեր երազանքները, մեր երջանկությունը, մեր գործնական հաջողությունները, ինչու՞ չէ, դա արդեն մենք ունենք, որովհետև այսօր համեմատած շատ պետությունների հետ, այսօր մենք խաղաղ պետության մեջ ենք ապրում, այսօր մենք իրավունք ունենք երջանկանալու, սիրելու, սիրվելու և ժպտալու, ժպտացեք միշտ։ Մշակութային ասպարեզ այն ասպարեզն է, որը մարդկային կյանքն ու կենցաղը դարձնում է գունագեղ ու հետաքրքիր։ Հույս ունենանք, որ մշակույթի տան ծրագրերը կիրականացվեն և մեր փոքրիկ քաղաքը ևս կդառնա մշակույթներ իրար կապող կենտրոն։